Դեկտեմբերի 6-ին Վանաձորում բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանին ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի եւ Էդմոն Մարուկյանի ուղեկցությամբ հյուրընկալեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով նախապես շնորհավորեց ազգային ժողովի պատգամավորին բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Առիթից օգտվում ես էլ պարոն Գևորգյանին շնորհավորեմ։ Իրոք ընտրությունը տեղին է, ճիշտ է, ես համոզված եմ, որ բռնցքամարտում մենք ապագայում լուրջ հաջողությունների կհասնենք, բայց շատ կարևոր է նաև ձեր մարզային այցելությունները, որովհետև հատկապես Լոռու մարզը եւ Վանաձոր քաղաքը կոնկրետ սպորտային լուրջ ավանդույթներով քաղաք է ու մարզը առավել եւս սպորտային լուրջ ավանդույթներ ունի, իսկ բռնցքամարտը չեմ ուզում մեր վանաձորցի բռնցքամարտիկներին թվարկեն, որովհետև նրանց քանակը շատ է, կարող է մեկին ընթացքում մոռանան նեղվեն, բայց ինչ վերաբերվում է մեր համագործակցությանը բռնցքամարտի ֆեդերացիայի հետ, իրոք համոզված եղեք, որ ամեն ինչ անելու ենք բոլոր սպորտաձևերի համար, առավել եւս այն սպորտաձևերի, որ ավանդական են եւ լուրջ հաջողությունների ենք հասել։ Դա հենց մեկը բռնցքամարտն է, համոզված եմ, որ առաջիկայում լուրջ հաջողություններ կունենան։ Մարզպետի հետ զրույցում Արթուր Գևորգյանը կարևորեց Լոռու մարզում բռնցքամարտի զարգացումը եւ խոսելով արդեն մարզում առկա խնդիրների մասին նշեց, որ վերջին շրջանում նկատելի է, որ մարզիչների քանակը շատացել է եւ այդ ամենի մեջ որակը կորում է։ Շատ քիչ մարզիչներ են, որոնք հիշվում են իրենց որակով։ Դրա համար մարզիչը կաշխատի հավաքական թիմի համար, կտա մարզիկ Հայաստանի ազգությանը, կտա մրցանակակիր հաղթողներ, ինքը կլինի ուշադրության կենտրոնում եւ կֆինանսավորվի ինքը, եւ իր մարզիկը, եւ իր դպրոցը։ Իսկ այն դպրոցները, որոնք տարիներ շարունակ արդյունք չեն տալիս, իհարկե իրանք պետք է աշխատեն, որպես իրանք էլ լինեն ուշադրության կենտրոնում եւ իրանք էլ արժանանան ուշադրությանը։ Լոռու մարզպետը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահից հետաքրքրվեց, թե ֆեդերացիայի բյուջեի եւ համայնքային բյուջեից մարզիչներին հատկացվող աշխատավարձերի տարբերություն կա, թե ոչ։ Ֆեդերացիան որոշումով է գործադրում, քննարկում ենք հարցը, թե որ մարզիչին ինչքան վճարենք, բավականին մեծ գումարներ էլ է։ Մարզիչներ կան, որ շատ բարձր են վճարվում։ Նույնը մարզիկների դեպքում տարբեր գումարներ են ստանում մարզիկները։ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը ընդգծեց, որ պետք է անել հնարավորը, որպեսզի Ալավերդիում նույնպես բռնցքամարտի դպրոց ունենանք։ Արթուր Գևորգյանը ցավով նշեց, որ բռնցքամարտի ապագան որպես ակադեմիական մարզաձև վտանգված է եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի բարի ավանդույթները վերականգնվեն։ Շատ կարևոր է, որ մենք պետք է կայնենք մարզաձևի կողքին եւ վերականգնենք մեր հին ավանդույթները։ Մեր մոտ այնքան լավ է, որ այդ վետերանների հետ, վետերանները հիմնականում մնացել են։ Եվ երիտասարդները եկել համալեն այդ փոխանցումը նորմալ է։ Ավելի լավ, այդ վետերանները կան, նոր սերունդը կա, մնում է սաղուն սերնդափոխություն անենք, վետերանների այն ամեն ինչը օգտագործեն։ Օգնենք ֆինանսական մարդիկ իրենց տունը պահեն, ճիշտ եմ ասում, չունեն սա։ Պիտավոյ բաները շեղում այլի մարդ։ Պարոն Գևորգյան, ես հիմա էլ ուզում եմ հայտարարեմ, որ մարզպետարանը իր հնարավորության սահմաններում բոլոր սպորտաձևերին հատկապես նորություն կրկնում այն սպորտաձևերին, որ իրոք ավանդույթներ ունեն, որի մեջ մտնում է նաև բռնցքամարտը, բայց մեր գործառույթները այնքան շատ են, որ հազարու մի կարգի խնդիրներ, սոցիալական խնդիրներ եւ այլն։ Պետք է անընդհատ բռնցքամարտի ֆեդերացիան, մեր մարզային կառույցները մեզ օրուարև չտան, անընդհատ անհանգստացնեն, որ դու այդ ուղղությունով միշտ մտածես, էլի, բայց որ իրանց կողմից նախաձեռնություն չեղավ, пассив վիճակ եղավ, ինքնըստինքյան մենք էլ ենք пассив անելու։ Մարզպետի հետ հանդիպումից անմիջապես հետո Արթուր Գևորգյանին ընդունեց նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանը, ով նույնպես շնորհավորեց Արթուր Գևորգյանին բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ իր պատրաստակամությունը հայտնեց քաղաքում բռնցքամարտի զարգացման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների հետ կապված։ Նրանք ովքեր որ ասենք մեր քաղաքի անունը բարձրացրել են, մենք պարտադիր նրանց խրախուսել ենք, պարտադիր նրանց մի լավ բան արել ենք, որ իրանք տեսնեն, որ մենք իրանց աշխատանքը գնահատում ենք։ Ուրեմն մենք ըմբշամարտի դպրոցը կառուցելուց հետո միանգամից ձեռնամուխ եղանք նաև բռնցքամարտի եւ ըմբշամարտի վերևը բռնցքամարտի տեղ կառուցեցինք, հիմա մնում է նրա ռինգի եւ ջեռուցման խնդիրները։ Վանաձորում բռնցքամարտին առնչվող խնդիրները թվարկելիս ասաց Սամվել Դարփինյանը, իսկ Արթուր Գևորգյանը դատապարտեց ոլորտի քաղաքականացված լինելու միտումները։ Սպորտի նախարարությունը Յուրիկ Արթանյանի գլխավորությամբ մեզ օգնելու են, կայնելու են մեր մարզաձևի կողքին
եւ չի լինելու երբևիցե նման խնդիրներ։ Ես թույլ չեմ տա, որպեսզի ոչ մի բռնցքամարտիկ, ոչ մի գործող բռնցքամարտիկ լինի ինչ-որ կուսակցական պատմությունների մեջ, կուսակցական շարժման մեջ։ Սա դեմ է օլիմպիական խաղացի։ Քաղաքապետի հետ հանդիպումից հետո Արթուր Գևորգյանը ազգային ժողովի падգամավորների եւ բռնցքամարտի ֆեդերացիայի Վանաձորի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց կատարեց մարզադպրոցներում։ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը եղավ անբարեկարգից մինչև լավ վիճակում գտնվող մարզադպրոցներ, զրուցեց մարզիչների հետ։ Մարզադպրոցներից մեկում էլ Արթուր Գևորգյանը ստացավ խորհրդանշական նվեր։ Լրագրողների հետ զրույցում բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը խոսելով այցի մասին նշեց, որ այն ճանաչողական է եւ հանդիպելով Լոռու մարզպետի ու Վանաձորի քաղաքապետի հետ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Ձերում սա երրորդ մարզն է, որ ես այցելում եմ։ Շատ նմանատիպ է, կան շատ բարվոք վիճակում գտնվող դահլիճներ եւ կան դահլիճներ, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են, լուրջ աջակցության կարիք ունեն։ Բայց մի բան կարող ենք հստակ ասել, որ նույնիսկ այն դահլիճները, որոնք բարվոք են, պայմանները ստեղծած են մարզվելու համար, իրենք ունեն գույքի խնդիր։ Չկա այսօր ձեռնոցներ, արդեն ճղվել է, մաշվել է, մարզական մասնագիտական գույքի կարիք կա։ Արթուր Գևորգյանը գնահատելով Հայաստանում բռնցքամարտի մակարդակը, ասաց, որ միշտ այն գտնվել է շատ բարձր մակարդակում։ Այսօր մի քիչ կաղում ենք եւ դա պատիվ չի բերում։ Սա մեր ակադեմիական մարզաձևն է եւ պետք է անել ամեն ինչ, որպեսզի չկորցնենք մենք այս մարզաձևը։ Արթուր Գևորգյանը շրջայցի ժամանակ եղավ նաև Սպիտակ քաղաքում։